Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Minister, welcome here. Ուրախ եմ հանդիպել ագնախարարի հետ։ Սա ձեր առաջին պաշտոնական այցն է Չինաստան եւ ես ջերմորեն ողջունում եմ ձեզ։ Ձեր նշանակման պահից ի վեր դուք ակտիվորեն աջակցել եւ խթանել եք Չինաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Չինաստանն ու Հայաստանը հին քաղաքակրթություններ են, հարուստ պատմությամբ եւ խորը մշակութային հիմքերով։ Մեր կապերը սկիզբ են առել հնագույն ժամանակներից, իսկ հին մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների բարեկամության եւ փոխգործակցության մասին։ Անկախ միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը, փոխշահավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են։ Բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս, հատկապես այն բանից հետո, երբ մեր երկրները դարձան գործընկերներ, մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակներում։ Այս նախաձեռնության շնորհիվ մեր փոխգործակցությունը հատկապես առևտրատնտեսական ոլորտում շարունակում է հասնել նոր բարձունքների։ Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին 4 ամիսներին աճը կազմել է 58%, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում եւ խոսում է մեր համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։ Չինաստանի ներդրումները ձեր երկրում եւս ողջունելի են։ Չինական մի շարք ապրանքանիշներ մեծ տարածում ունեն Հայաստանում, իսկ հայտնի հայկական ապրանքները հարստացնում են չինացի սպառողների առօրյան։ Մեր հումանիտար կապերը եւս խորանում են։ Արդեն գործում է ուղիղ ավիահաղորդակցություն մեր երկրների միջև, իսկ առանց վիզայի ռեժիմի քաղաքականությունը շարունակում է նպաստել մեր ժողովուրդների միջև ավելի սերտ կապերին։ Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ միասին ամրապնդել մեր բարեկամությունը, խորացնել վստահությունն ու ընդլայնել համագործակցությունը ի նպաստ մեր երկու երկրների զարգացման։ Կրկին ողջունում եմ ձեզ, շնորհակալություն։ Excellency, Minister Wang Yi, dear colleagues, first of all, let me express my sincere gratitude for your invitation and for your generous, warm hospitality since the very first moment I arrived in China. This is my first official visit to China and first ever visit to China. Interestingly, Minister, I arrived by a direct flight, Yerevan, Urumqi. So this flight already is functioning. It's been several months, and I believe this is a tangible example of deepening our ties and also a good opportunity to increase and strengthen the ties between our peoples and also our businesses. You spoke about the economic growth, the raise of trade, the figures. If I'm not mistaken, the trade between our two countries increased by 700 million last year, and this is a good example of the dynamics. But simultaneously, I believe this is not the whole potential, and this visit and these negotiations are a good opportunity to explore new horizons, to see how we can strengthen and enhance the economic ties. But more importantly, this is, I believe, a good opportunity to become more understandable and predictable partners for each other, to see how we can strengthen our political dialogue, which is already, I would say, I think I can use this word, matured enough, and how we can level up our strategic nature of relations. Also, we can discuss, and I'm sure we have lots of topics in this aspect, in this context as well, our further cooperation on international arena. I can say that in very many cases, our views, our visions are quite close to each other.